Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք, եւ ձեր ասած Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, որովհետեւ դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում եւ դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ Եվ ձեր պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, եւ որի պատճառով Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խաբեցիք ինձ եւ իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին, դուրս էին եկել Սերժ Սարգսյանին ուղակի իշխանությունից հեռացնելու համար։ Իսկ դուք խաբել եք ինձ։ Չեմ ավարտել։ Դուք խաբել եք ինձ 2022 թվականի սեպտեմբերի 14-ից 16-ին դուք ունենալու եք հնարավորություն, պարոն Փաշինյան։ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած է Սև լճում եւ նստած է Վարդենիսում։ Դրա պատճառը էլի դուք եք։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դուք դավաճանել եք 100,000-ներով դուրս եկած մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իրոք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք։ Ավարտեցիք։ Ավարտեցիք։ Ուրեմն մեր կառավարությունը Ղարաբաղի համար արել է ամեն հնարավորը։ 2023 թվականին, երբ որ 2022 թվականին եւ 23 թվականին, երբ որ իշխանափոխություն էին անում Ղարաբաղին եւ ասում են, որ հիմա տեսեք ինչ են կանելու։ Ես նախորդ օրը ազգային ժողովում եմ դրան անդրադարձել։ Բատոնում էին իշխանափոխությունը այդ մարդիկ։ Մենք Ղարաբաղի մեր գործընկերներին ցույց ենք տվել ճանապարհը եւ նույնիսկ Ոչ ճանապարհը, պարոն Փաշինյան։ Բանակցային սեղանի շուրջ նստելու եւ այնպես անելու Հայաստանը, պարոն Փաշինյան, դուք հիմա ապատեղեկատվություն եք տարածում։ Դուք 2021 թվականին գալով իշխանության, ձեր ընտրական, երբ որ 21 թվականին ընտրություն է եղել, դուք ձեր ընտրական ծրագրում մի րոպե ներկայացրել եք, որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք։ Դուք ձեր խոսքը չեք կատարել ու հիմա ասում եք պատերազմ է լինելու։ Դուք սխալվում եք, մի րոպե հանգիստ։ Լռեք, ես ինքս ոտքեր ունեմ եւ կամք ունեմ ի տարբերություն ձեզ։ Մի րոպե։ Բա ինչ եք ձեր։ Մի րոպե։ Մի խոսեք։ Ես լուր լսեցի ձեզ։ Դուք խոսեք, մնացածը չխոսեն։ 5 րոպե լուր կլսեք, ես իհարկե լսեմ, լսում եմ։ Ես էլ կգնամ։ Լսում եմ։ Ուրեմն 2022 թվին էլ դրանից հետո էլ մենք բոլոր պայմանները ստեղծել ենք, որպեսզի ձեր ասած խնդիրները լուծվելու հնարավորություն ունենան։ Ոչ մի կառավարություն Ղարաբաղի համար այնքան չի արել, ոչ ֆինանսական, ոչ տնտեսական, ոչ մնացած բոլոր առումներով։ Երբ որ Քոչարյանը եւ իր կողմնակիցները Ղարաբաղում իշխանափոխություն են անում, Քոչարյանը, Սարգսյանը, մյուսները իրենց կողմնակիցները եւ ասում էին եւ մենք հիմա Քոչարյանի եւ Սերժի անունը միայն մի տվեք, հա? Կան ուրիշ նաեւ ուժեր։ Մի րոպե, դուք 5 րոպե սպասելու եք։ Մի րոպե։ Տաշիր Սամոյի ասնածռերը դուք եք։ Դուք սպասելու եք։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։ Ասեք, որը չսադրել իմ ազգանունը ինչի համար եք ուզում։ Տիկին, լավ։ Տիկին Արմին է կարող եք դիմել։ Ուրեմն լսեք։ Երկրորդը, ես ինչ որ ասել եմ, ես իմ ասածի հետևից գնացել եմ եւ ես արձանագրել եմ, որ Ղարաբաղյան շարժումը ինքը իր էությամբ եւ բնույթով թակարդ է Հայաստանի պետականությունն ու անկախությունը թույլ չտալու համար։ Ինչով է թակարդ։ Եվ ես մի րոպե, չէ։ Լսեք, ինչ որ ես ասում եմ, ոչ մի նորություն չեմ ասում։ Ես ուղղակի ի հարգանս ձեզ, նաև չեմ ուզում ձեր ասածը անարձագանք թողեմ։ Բայց ես հիմա ինչ որ ասում եմ, ես տասնյակ անգամներով ազգային ժողովի ամբիոնից, հարցազրույցներով, իմ ուղիղ եթերներով ասել եմ, թակարդեր, որպեսզի Հայաստանը որպես պետականություն չկայանա։ Ես 2022 թվականին ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև չընդհատեք։ Ես լուր լսել եմ։ Ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն եմ ճանաչել,
որովհետև մենք պարտավոր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Եվ Ղարաբաղի շարժումը, այո, ասում եմ, թակարդ է եղել մեր բոլորիս համար, եւ մենք այդ բոլորս այդ թակարդի մեջ ենք եղել, ինձնից սկսած մնացածներով շարունակած։ Եվ ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեմ մեր ժողովրդին այդ թակարդից դուրս բերելու։ Եվ երբ որ ասում եք այսօրվա հանդիպումը, մյուս այսօրվա, նախորդ օրերի հանդիպումը ցույց է տալիս, որ ժողովուրդը համաձայն է դրա հետ եւ ժողովուրդը երջանիկ է, ժողովուրդը համաձայն չի, պարոն Փաշինյան, ձեր հետ։ 2020 չեղավ։ Չէ, ասում եք ժողովրդի անունից ես էլ եմ ժողովրդի հետ շփվում։ Ես շփվում եմ ժողովրդի, ինչ եք որ ասում։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Ոչ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Ղարաբաղի շարժման թակարդից դուրս է եկել։ Շնորհակալ։ Պարոն Փաշինյան, սահմանադրությունից անկախության հռչակագրի հանումը դա դավաճանություն է։ Արցախը Հայաստան է։ Դու քաղաքացիական պայմանագիրը դավաճան է։ Դավաճանել է ժողովրդին։ Եվ դուք չունեք ժողովրդի կողմից աջակցություն։ Ողջուններ Ալիևին, որ գնացեք չեք կարողանում Ալիևին պատասխանեք։ Գնացեք Ալիևին հակադարձեք, չեք կարողանում Ալիևին հակադարձել որևէ անգամ։ Ամոթ քաղաքացիական պայմանագրի մնացեք այսքան ժողովրդի։ Ես մենակ չեմ, գնացեք, ես մենակ չեմ, գնացեք։ Ես որ մենակ լինեմ, ձեր նման անկամ չեմ։ Չեմ ուզում բացատրել, գնացեք։ Լևոն Քոչարյանն ով է, որ միլիարդ ունենալը։ Իսկ Լևոն Քոչարյանը ինչ գործ ունի ազատության մեջ։ Գնա Փաշինյանին ասա, թող Քոչարյանի տանի բանտարկի ուրեմն։ Նա հայերի մի հատ հայ ասեցի գնա ասա, որ Նիկոլը Քոչարյանի բանտարկի ուրեմն։ Հանկարծ Վեր չխոսեք։ որ էլի նստի փողերով։ Ընկերներ, ես ուղիղ եթերում էի եւ ուղիղ եթերում դուք լսեցիք, թե Փաշինյանը ոնց էր էլի մանիպուլացնում, ասելով, որ պաշտպանել է Հայաստանի Հանրապետությունը իբրև հիմա էլ սպառում է մեզ նոր պատերազմով։ Իր օրոք 2020 թվականից մինչև 2025 թվականը Հայաստանում եղել է 44 օրյա պատերազմ, եղել է 3 օր պատերազմ, ուրեմն Վարդենիսի եւ Սև լճի տարածքում եւ Արցախում է եղել սեպտեմբերի 19-ին։ Սա է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Ու այսօր մեզ վախացնում է, լինելով այսպես ասած երկրի վարչապետ, վախացնում է որ ժողովրդին, որ եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Եվ սա ապացույց է մի բանի, որ Փաշինյանը հասկանալով, գիտակցելով եւ վախենալով, որ չի ընտրվելու, վերընտրվելու, նորից մարդկանց ահաբեկում է։ Համար մեկ ահաբեկիչը դա Նիկոլ Փաշինյանն է, ով ահաբեկում է հայ ժողովրդին պատերազմով։ Սա ահաբեկիչ ղեկավար է եւ ամբողջ ՔՊ-ն եւ այն մարդիկ, ովքեր վարչական կախվածություն ունեն, վարչական աշխատողներ են, վախենում են նրանից, որ ուղակի կկորցնեն իրենց աշխատանքը։ Սա է ընդամենը պատճառը։ Իսկ որ ասել ժողովուրդը վստահում է իրեն, ժողովուրդը պարզ է, որ չի ուզում պատերազմ լինի, բայց դա չի նշանակում, որ ես իմ տունը տեղը տամ, ինչ է որ պատերազմ չլինի։ Պատերազմը անխուսափելի է, որովհետև Ադրբեջանի համար հայ ժողովրդի գոյությունը ուղիղ վտանգ է։ Նրանց պետք է Զանգեզուրի միջանցք, իսկ Զանգեզուրի միջանցքում հայերը եւ Հայաստանը ուղակի ոսկորեն իրենց կոկորդին։ Եվ Փաշինյանը ինչքան ուզում է իրեն ճղի, չգիտեմ, տակնու վրա լինի, միևնույն է Ադրբեջանի համար եւ Թուրքիայի համար հայ ժողովրդի գոյությունը ուղակի անընդունելի է։ Այսքանը, սիրելի ընկերներ, եւ եթե դուք տեսնում եք, որ գալիս են մարդիկ, ինչ որ ողջունում են, դրանք տեղեկատվություն չունեցող մարդիկ են։ Այդ մարդկանց պետք չի մեղադրել, մարդիկ չունեն ինֆորմացիա, մարդիկ չեն կարողանում այդքան կարդալ եւ վերլուծել։
եւ դրա պատճառով ուղակի ինքը օգտվելով առիթից, որ մարդիկ ուղակի չեն ուզում կորցնել իրենց աշխատանքը, իրենց վտանգ են իրենց աշխատանքը, գալիս են գնացեք են կողմ։ Այսքանը սիրելի ընկերներ, ավարտում եմ ուղիղ եթերը։ Սրագրեմ տանից է։ Սա սրագրեմ տանը բաց։ Չմարա տանից։ Դեսին շուրքը։ Այո,